Հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ օրինաչափի տաղավարում։ Եթերում հարցեր փաստաբանին հավելվածի 15-րդ թողարկումն է։ Այս ձևաչափով պատասխանում եմ ձեր հարցերին։ Ի դեպ, մեկնաբանություններում կարող եք գրել նոր հարցեր, հաջորդ թողարկումներում կփորձեմ պատասխանել դրանց։ Եվ այսպես, հարց առաջին։ Հարգելի փաստաբան, իմ սեփական տան հարևանությամբ ցանկանում են կառուցել բնակելի շենք։ Ինձ եւ մնացած հարևաններին առաջարկում են ստորագրել համաձայնագիր։ Խնդրում եմ հուշել, թե ինչ կետերի է պետք ուշադրություն դարձնել այն ստորագրելիս։ Նաեւ համաձայն օրենքի, որքան պետք է լինի կառուցվող շինության հեռավորությունն իմ տան պարիսպից։ Անհրաժեշտ է նշել, որ նման համաձայնագրերի բոլոր կետերն է անհրաժեշտ ուսումնասիրել։ Կարևոր է ծանոթանալ հարևանությամբ կառուցվող շինության նախագծին, հասկանալու համար, թե ինչ տեսակի, ինչ նպատակային նշանակության եւ ինչ հարկայնություն ունեցող կառույց է դա լինելու։ Ամեն դեպքում տեղեկացված եղեք, որ կառուցվող բազմաբնակարան շենքը պետք է առնվազն 6 մետր հեռավորության վրա գտնվի բնակելի տան պարսպից։ Հեռավորությունը որոշելիս հաշվի պետք է առնվեն նաև լուսաթափանցելիությունը, հրդեհային անվտանգության կանոնները, սեյսմակայունությունը եւ այլն, ինչով պայմանավորված նշված հեռավորությունը կարող է մեծանալ։ Հարևանների համաձայնության դեպքում այն կարող է կրճատվել մինչև 4 մետր, ուստի համաձայնագիրը ստորագրելիս անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել վերոնշյալ վերաբերելի կետերին, սակայն ցանկալի է, որ նման համաձայնությունների կամ թույլտվությունների տեքստն ուսումնասիրված լինի համապատասխան հմտություն եւ գիտելիք ունեցող իրավաբանի կամ փաստաբանի կողմից։ Հաջորդ հարցը։ Պետությունն իրավունք ունի իմ բանկային գաղտնիքը իմանալ առանց դատարանի որոշման, թե արդեն սահմանադրության այդ կետն էլ է փոխվել։ Ես որպես ՀՀ քաղաքացի ունեմ իրավունք իմ բանկային շարժի մասին որևէ մեկին տեղեկատվություն չտրամադրել, եթե որևէ հանցագործություն չեմ կատարել ու դատարանի որոշում չկա։ Նախ ասեմ, որ բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառույթների վերաբերյալ տեղեկությունները, նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական, դիզայնի մասին տեղեկությունները եւ նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել եւ բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ։ Ձեր բանկային հաշիվների եւ դրանց շարժի վերաբերյալ տեղեկություն կարող է որևէ պետական կամ ոչ պետական մարմին ստանալ ձեր համաձայնությամբ։ Օրինակ, վարկ վերցնելու ընթացքում վարկային կազմակերպությունը խնդրում է ստորագրել փաստաթուղթ, որով դուք նրան հնարավորություն եք տալիս ձեր վերաբերյալ մյուս բանկերից ստանալ տեղեկատվություն։ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածների դեպքում համապատասխան իրավապահ մարմինները եւս իրավասու են առանց դատարանի որոշման ստանալ տվյալներ։ Ֆիզիկական անձի եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դեպքում, եթե մեկ անգամյա փոխանցումը գերազանցում է 300,000 դրամը, ապա պարտավոր եք այն հայտարարագրել։ Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է նաև ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացրած պահանջ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ հաշվեկնիչ պալատին ևս սահմանված կարգով կարող են տրամադրել բանկային գաղտնիք կազմող տվյալներ։ Մնացած դեպքերում բանկային գաղտնիք կազմող տվյալները կարող են այլ անձանց կամ մարմիններին տրամադրվել դատարանի որոշման հիման վրա, եթե առկա չէ ձեր կողմից որևէ ձևով տված համաձայնություն։ Հաջորդ հարցը։ Անցել եմ աշխատանքի մի ընկերությունում, որտեղ աշխատանքային պայմանագրից բացի ստորագրել եմ առևտրային գաղտնիքի վերաբերյալ համաձայնագիր։ Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ նպատակով է դա ստորագրվում եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախ նշեմ, որ հենց այդ համաձայնագրի մեջ է նշված, թե որն է կոնկրետ ընկերության համար համարվում առևտրային գաղտնիք։ Օրենքի սահմանմամբ
տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով հրապարակած կամ ստացած կամ օգտագործած անձիկ, այդ թվում աշխատողները, պարտավոր են հատուցել գործատուին պատճառված վնասները։ Բացի այդ, աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին աշխատանքից, եթե նա հրապարակել է պետական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը։ Օրինակ, պատկերացնենք, ենթադրենք, ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ։ Աշխատողը հրապարակում կամ մրցակից ընկերությանն է հայտնում երշիկի կոնկրետ տեսակի պատրաստման տեխնոլոգիան, ինչի պատճառով այլ ընկերությունը ևս սկսում է նույնատիպ երշիկներ արտադրել, ինչի հետևանքով իր վաճառքի ծավալը էականորեն նվազում է։ Ուստի տվյալ ընկերության համար էական է ստորագրել նման համաձայնագիր, իր աշխատակցի հետ պարտավորեցնելով նրան չհրապարակել առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությունը։ Չորրորդ հարցը. Բնակարանն ունի մի քանի սեփականատեր։ Ինչ եղանակով կարելի է բաժանել այն, եթե չենք ցանկանում համատեղ բնակվել։ Արդյոք միայն դատական կարգով է դա արվում։ Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում է, կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո։ Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ։ Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ։ Բաժնային սեփականության մասնակիցներն իրավունք ունեն պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից։ Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը։ Բնեղենով առանձնացնել նշանակում է առանձնացնել առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու, որի արդյունքում յուրաքանչյուր բաժինը հնարավոր է օգտագործել որպես անշարժ գույքի առանձին միավոր։ Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացնող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը։ Եվ վերջին, 5-րդ հարցը. Բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Անձնագրի ժամկետը լրացել է։ Ինչ կարող եմ անել, եթե հնարավորություն չունեմ Հայաստան գալու։ Անձնագիրը փոխանակելու համար պետք է անձամբ դիմում ներկայացնեք ՌԴ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կամ հյուպատոսական հիմնարկ, ներկայացնելով ժամկետանց անձնագիրը։ Հարգելի հետևորդներ, այսօրվա հարցերն այսքանն էին։ Շարունակեք հետևել մեզ, եղեք իրազեկ, մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից նույն ժամին ABC Media-ի եթերում։